Բարի լույս, Ռեոփեն մեդիայի ուղիղ եթերում իր աշխատանքն է սկսում Ռի Նյուզ լրատվականը, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, տաղավարում է Լուսինե Ղարսայանը։ Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովին մասնակցող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Կողմերը հաստատել են պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ, կարևորել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության օգուտները, քննարկել Ադրբեջանի տարածքում ենթակառուցվածքների զարգացման և Հայաստանի տարածքում TRIP նախագծի իրականացման առաջընթացը, մտքեր փոխանակել Վաշինգտոնի հռչակագրի իրագործման շուրջ։ Կոպենհագենում Փաշինյանն ունեցել է մի շարք երկկողմ հանդիպումներ, այդ թվում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Վեհաժողովի ընթացքին հետևել է Անի Հովհաննիսյանը։ Դուք պիտի ներողություն խնդրեք։ Չեք շնորհավորել մեզ Ադրբեջանի ու Ալբանիայի միջև Թրամփի շնորհիվ հաստատված խաղաղության առիթով։ Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման կշտամբում է Էմանուել Մակրոնին։ Փոքր երկրի կառավարության ղեկավարի սրամտությանը Ֆրանսիայի նախագահը արձագանքում է իր պետության միջազգային կշռին համապատասխան։ Շատ ավելի ջերմ էր Մակրոնի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ։ Կողմերը գնահատել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակը։ Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է իր երկրի շարունակական աջակցությունը Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը։ Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովն է մեկնարկել։ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Դանիայում է, գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Եվրոպայի գործընկերների հետ Փաշինյանը քննարկումներ է ունեցել TRIP-ի և տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Հանդիպել նաև Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի, Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ։ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված խաղաղության պայմանագիրը մեծ ձեռքբերում է։ Շնորհավորում եմ երկու առաջնորդներին։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան նույնպես միացել է շնորհավորանքներին։ Փաշինյանի տրամադրությունը փոքրինչ այլ էր նախորդ միջազգային հարթակներում նրա ելույթների ոգու համեմատ։ Այսպես կոչված Զանգեզուրի միջանցք արտահայտությունը։ Նման արտահայտություն Վաշինգտոնում համաձայնեցրած փաստաթղթերում չկա։ Հայաստան-Ադրբեջան բանակցություններում կամ փաստաթղթերում երբեք չի եղել։ Կարծում եմ իմաստ ունի, որ ադրբեջանցի գործընկերը սպառզաբանի, թե ինչ նկատի ունի այդ արտահայտությունը օգտագործելով։ Ձեր նշած խոսույթը ընդհանրապես գոյություն չունի եւ բացակա է այդ փաստաթղթերում։ Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ-ի եւ ՄԱԿ-ի ամբիոնից հարցեր հնչեցրել, ինչու է Ալիևը օգտագործում Զանգեզուրի միջանցք արտահայտությունը, եթե նման բան չկա խաղաղության պայմանագրում։ Բայց այսօրվա հանդիպման ընթացքում Փաշինյանը խնայեց խաղաղության բարիկադի մյուս կողմում գործընկերոջը եւ բարձրաբանում չպահանջեց։ Համենայն դեպս պաշտոնական հաղորդագրություններն են դա փաստում։ Նրանք վերահաստատել են խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ աշխատելու պատրաստակամությունը, քննարկել են Ադրբեջանի տարածքում ենթակառուցվածքների զարգացման եւ Հայաստանի տարածքում TRIP-ի նախագծի իրականացման առաջընթացը։ Փաշինյանից հետո Ալիևը հանդիպել է Եվրոպայի խորհրդի նախագահ Անտոնիո Կոստային եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյնին։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ եւ Ադրբեջանը եւ Հայաստանը արդեն հարմարվել են խաղաղ պայմաններում ապրելուն։ Իսկ օրը Հայաստանի վարչապետը շատ վաղ էր սկսել եւ մարզական տրամադրությամբ։ Հեծանվային զբոսանքով բացեցինք այս գեղեցիկ լուսաբացի եւ առավոտը Կոպենհագենում։ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում 2026 թվականի գարնանը։ Այս տարի մայիսին հայտնել էր Փաշինյանը։ Անի Հովհաննիսյան, Ռեոփեն մեդիա։ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստան-Եվրամիություն գործակցության ընթացքը և դրա ընդլայնման հեռանկարները։ Մեցոլան վերահաստատել է Եվրոպական խորհրդարանի պատրաստակամությունը շարունակելու աջակցել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին։ Մտքեր են փոխանակվել Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման և TRIP նախագծի շուրջ։ Նույն թեմայով Փաշինյանը զրուցել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Այս համատեքստում ընդգծվել է խաղաղության խաչմերուկ նախաձեռնության կարևորությունը որպես տարածաշրջանային համագործակցության և կայուն զարգացման կարևոր հենասյուն։ Եվրոպացի պաշտոնյաները վերահաստատել են Եվրամիության շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումների օրակարգին։
Դանիայի մայրաքաղաքում հնչել են ոչ միայն շնորհավորանքներ խաղաղության առիթով, այլև ահազանգեր սպասվող գլոբալ պատերազմի մասին։ Միաժամանակ Հյուսիսատլանտյան դաշինքը շարունակում է խոշոր զորավարժությունների շարքը։ Դրանցից վերջինը Գրենլանդիայի պատմության մեջ ամենամեծ վարժանքն է, որը ուղղված էր ՆԱՏՕ-ի դաշնակիցների գործակցության ամրապնդմանը։ Այժմ Եվրոպայում ընթանում է հիբրիդային պատերազմ։ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի այս հայտարարությունը, որ հնչեց Կոպենհագենում 40 երկրների ղեկավարների հավաքի ժամանակ, գալիս է ամրագրելու Եվրոպայում տիրող նոր իրողությունը։ Ռուսական ինքնաթիռների ներխուժումներ, անհայտ դրոնների թռիչքներ և ռազմական ակտիվության աննախադեպ աճ Արկտիկայում։ ՆԱՏՕ-ն բախվում է մարտահրավերների, որոնք ոչ միայն ստուգում են դաշինքի պաշտպանունակությունը, այլև բացահայտում են նրա ներքին տարաձայնությունները։ Կոպենհագենի գաղտնաժողովի օրակարգը թելադրված էր հենց այս սպառնալիքներով։ Դանիայի և Գերմանիայի վրայով անհայտ անօդաչուների թռիչքներից հետո Եվրամիության առաջնորդները քննարկում են բլոկի պաշտպանությունն ուժեղացնելու ծրագրերը։ Գերմանիայի կանցլերը ավելի վաղ հայտարարել էր, որ իր երկիրն այլևս խաղաղության մեջ չէ։ Այս ֆոնին Դանիայի վարչապետը հայտարարում է, որ Եվրոպան պետք է արագացնի վերազինումը։ Ես չեմ պնդում, որ մենք ոչինչ չենք անում, մենք շատ բան ենք անում, եւ ես հույս ունեմ, որ բոլորը կընդունեն այն փաստը, որ Ուկրաինան պաշտպանության առաջին գիծն է։ Ես պնդում եմ, որ եթե խոսում ենք Եվրոպայի լիակատար վերազինման մասին, 2025 թվականը չափազանց ուշ է։ Մենք պետք է կարողանանք լիովին պաշտպանել մեզ արդեն 2030 թվականին։ Սակայն Եվրամիության ներսում ոչ բոլորն են համաձայն այս կոշտ գծի հետ։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մեղադրեց իր բառերով Բրյուսելի էլիտային պատերազմ հրահրելու մեջ։ Կոպենհագեն, օր երկրորդ։ Իրավիճակը լուրջ է, բացահայտ պատերազմի առաջարկներ են դրված սեղանին։ Նրանք ցանկանում են ԵՄ միջոցները հանձնել Ուկրաինային, փորձում են արագացնել Ուկրաինայի անդամակցությունը տարբեր իրավական հնարքներով։ Նրանք ցանկանում են ֆինանսավորել զենքի մատակարարումները։ Այս բոլոր առաջարկները հստակ ցույց են տալիս, որ բրյուսելցիները ցանկանում են պատերազմ սկսել։ Ես հաստատակամորեն կպաշտպանեմ Հունգարիայի դիրքորոշումը, սակայն այս գագաթնաժողովը նաև ապացուցում է, որ առաջիկա ամիսները կլինեն պատերազմի սպառնալիքի մասին։ Անվտանգային մարտահրավերները ստեղծում են ոչ միայն արտաքին, այլև ներքին լարվածություն դաշինքում։ Վերջին միջադեպը, երբ ռուսական MiG-31 կործանիչները խախտեցին Էստոնիայի օդային սահմանը, տարաձայնությունների առիթ դարձան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտենի եւ Էստոնիայի վարչապետի միջև։ Ձայնը բարձրացրած Ռյուտեի կարծիքով ՆԱՏՕ-ի 4-րդ հոդվածի չարաշահումը նման միջադեպերի համար նվազեցնում է դրա արդյունավետությունը։ Մենք պետք է ապահովենք, որ միշտ կարողանանք պաշտպանվել եւ անհրաժեշտության դեպքում զսպել։ Այո, մենք պաշտպանական դաշինք ենք, բայց միամիտ չենք։ Ուստի մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում, կանխամտածված է դա, թե ոչ։ Եթե դա կանխամտածված չէ, ապա ակնհայտ անգրագիտություն է։ Եվ իհարկե, նույնիսկ եթե անգրագիտություն է, մենք միևնույն է պետք է պաշտպանենք մեզ։ Արկտիկայում ՆԱՏՕ-ն ցուցադրում է իր ուժը։ Գրենլանդիայի ափերի մոտ ընթացող Arctic Light 2025 զորավարժությունները ցույց են տալիս, որ սառը պատերազմից հետո քաղաքացիական դեր ստանձնած ուժերը վերադառնում են իրենց ռազմական խնդիրներին։ Սառը պատերազմի ավարտից հետո ազգային գվարդիան փոքրինչ փոխեց իր առաջադրանքները, անցնելով ավելի քաղաքացիական դերերի, սակայն հիմա, երբ ցավոք կրկին պատերազմ ունենք Եվրոպայում, մենք նորից ավելացնում ենք ռազմական առաջադրանքները եւ քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանությունը, ինչպես նաեւ աջակցում ենք կանոնավոր բանակին։ Դրանցից մեկը Դանիայի թագավորությունում ներառյալ այստեղ Գրենլանդիայում կարևոր ենթակառուցվածքների պաշտպանությունն է։ Իսկ այստեղ այս առաջնային գործողությունների բազոյում մենք իրականացնում ենք մեր օդուժի պաշտպանությունը։ Արկտիկայում այս ակտիվության պատճառներից մեկը Դոնալդ Թրամփի վերսկսած հետաքրքրությունն է Գրենլանդիայի նկատմամբ։ Նա հայտարարել է, որ ցանկանում է, որ Միացյալ Նահանգները իր վերահսկողության տակ վերցնի կղզին ազգային անվտանգության նկատառումներով, չբացառելով նաև ուժի կիրառումը։ Դանիայի հետ 1951 թվականի պայմանագրով Միացյալ Նահանգները ռազմական անձնակազմ է կազմում Պիտուֆիկի տիեզերական բազայում։ 150 զինվորականի եւ 650 մասնագետների առաքելությունը Արկտիկայում Ռուսաստանի եւ Չինաստանի սուզանավերի ու օդատիեզերական ուժերի զսպումն է։ Աննա Հարությունյան, Reopen Media։ Խաղաղության հաստատման վերաբերյալ հայտարարության նախագիծը ներկայացնող քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը տեղեկացրել է, որ իրենց կարծիքով անհրաժեշտ է հայտարարության ընդունման աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը եւ կոչ անել բոլոր շահագրգիռ կողմերին ամրապնդելու եւ զարգացնելու այն։ Մերի Դանելյանն է պատմում։ Արտահերթ նիստում ազգային ժողովը 64 կողմ, 2 ձեռնպահ եւ 0 դեմ ձայներով ընդունել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ հայտարարության նախագիծը, որը խորհրդարանական ամբիոնից ներկայացրել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Եւ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը գտնում է, որ
ազգային ժողովը պետք է պաշտոնապես արձանագրի այս փաստը եւ հայտարարության ընդունմամբ աջակցի Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը եւ կոչ անի բոլոր շահագրգիռ կողմերին ամրապնդելու եւ զարգացնելու հաստատված խաղաղությունը։ Ընդդիմությունը դեմ է արտահայտվել նախագծին, քվեարկությունն էլ բոյկոտել է։ Խաղաղությունը անհրաժեշտություն է, բայց իրենց առաջարկածը զիջումների, հսկայական զիջումների դիմաց զինադադար են ընդամենը, որ իրենք փորձում են մեր ժողովրդին ծախել իբրև խաղաղություն։ Հետևաբար այս շոուին մենք չենք պատրաստվում մասնակից լինել։ Ավելի ուշ Հայաստան խմբակցությունը հայտարարություն է տարածել, ըստ որի նախագիծը հանրությանը մոլորեցնելու Նիկոլ Փաշինյանի հերթական փորձն է։ Հայտարարության նախագիծը ոչ մի առնչություն չունի իրական խաղաղության հետ, որն այդքան անհրաժեշտ է մեր երկրին։ Այն չի համապատասխանում իրավական, քաղաքական եւ Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգ կենսագործունեության նվազագույն պահանջներին։ Հայկ Կոնջորյանը պնդում է, ազգային ժողովի հայտարարությունն ամբողջությամբ իրավական է եւ համապատասխանում է ազգային ժողովի կանոնակարգ օրենքի չափանիշներին։ Ես բերեմ խաղաղության գլխավոր փաստարկը։ Հայաստանի Հանրապետությունում Հայաստան-Ադրբեջան սահմանին վերջին 1 տարի 7 ամսվա ընթացքում ոչ մի զինվոր չի զոհվել կրակոցից։ 1 տարի 7 ամսվա ընթացքում ոչ մի զինվոր չի զոհվել կրակոցից։ Սա խաղաղության ամենամեծ կռվանն է։ Ես կարող եմ այստեղ վերջակետ դնել ու այլ ոչ մի հիմնավորում չասել։ Ընդդիմադիր падգամավոր Իշխան Սաղաթելյանը ակնհայտ է համարում, թե ինչու է հիմա այս նախագծով արտահերթ նիստ հրավիրվել։ Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը Ալիևի հետ Կոպենհագենում հանդիպում ուներ եւ այդ հանդիպումից առաջ հերթական անգամ ուզում էր դուր գալ Ալիևին, ցույց տալու իր հնազանդությունը եւ իր պահանջները շարունակական կատարելու այդ մեծ ցանկությունը։ Մենք ոչ Ալիևին դուր գալու խնդիր ունենք, ոչ էլ նրա պահանջները կատարելու պարտավորություն։ Սա մեկ, երկրորդը չենք մասնակցում, որովհետեւ սա բացառապես ԿՊ-ի տեսակետն է եւ կապ չունի ոչ մեր ժողովրդի, ոչ էլ Հայաստանի Հանրապետության կամքի եւ հավաքական շահերի հետ։ Հայտարարություն է տարածել նաեւ Պատիվ ունեմ խմբակցությունը, ընդգծելով խաղաղության մասին նախագիծը աշխարհաքաղաքական արկածախնդրության, միակողմանի զիջումների, ազգային շահերը սակարկման հանելու եւ անորոշ ապագայի վերաբերյալ փաստաթուղթ է։ Շատ տարօրինակ է այս հայտարարության մտահղացումը մի փուլում, երբ Ադրբեջանի նախագահը շարունակում է գործել եւ խոսել ուժի դիրքերից, Հայաստանին ագրեսորի եւ ռազմական հանցագործի պիտակավորում կարել, որ հակասում է ոչ միայն իրական խաղաղության օրակարգին, այլ Հայաստանի իշխանությունների բանակցությունների վերաբերյալ հնչեցրած սկզբունքներին։ Քաղաքացիական պայմանագրից վստահեցնում են, եթե ընդդիմադիրները չեն մասնակցում նախագծի քննարկմանը, ուրեմն իշխանությունը ճիշտ ուղու վրա է։ Ընդդիմություն, որը ձգտում է իշխանության, բայց չի մասնակցում եւ չի ապացուցում, չի հիմնավորում իր ճշմարտացիությունը, դա հենց ապացուցում է այդ գաղափարի դատարկությունը։ Իդեպ մինչև արտահերթը խորհրդարանը մերժել էր հայոց ցեղասպանության շղթումը քրեականացնելու ընդդիմադիրների առաջարկած նախագիծը։ Մերի Դանիելյան, Վարդան Պողոսյան, Reopen Media։ 44 օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին հայտնել է, որ 215 էջից բաղկացած զեկույցն ունի գաղտնի եւ խիստ գաղտնի մաս։ Ըստ նրա զեկույցը ներկայացնելը բարդ խնդիր է, թույլտվությունների աստիճանաբար կարգերը տարբեր են։ Քոչարյանը նշել է, թե ինքն առանձնացրել է այն հատվածը, որը կարելի է հրապարակել, բայց պետք է պարզի։ Մթնոլորտ ինչպիսին կլինի, որովհետեւ փաստաթուղթը պետք է ծառայի իր նպատակին, տա այն բաց թողումների պատճառների հիմքերը, որոնք մեր ուժային կառույցների համար պետք է լինեն օր առաջ վերացնելու ուղեցույց։ Մեջբերեմ մեղավորներ ման մի եկեք, դասեր քաղելու մասին խոսենք։ Զեկույցում կան մեղավորներ էլ, դավաճաններ էլ, մեջբերման ավարտը։ Հիշեցնեմ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ 44 օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կքննարկվի ոչ թե լիագումար նիստում, այլ փակ լսումների ընթացքում։ Փակ լսումներ այդ ֆորմատ նշանակում է ասում է, որ ըստ կանոնակարգ օրենքի որ ժամկետը խախտվել է, նշանակում է զեկույցը չկա։ Իհարկե, դա արդեն իրավական առումով վիճահարույց էլ ոնց։ Եթե ընդունում ենք, որ զեկույցը կա, եթե գնում է փակ լսումներ, ապա լիագումար ինչի չի գնում։ Եթե լիագումար չի գնում, նշանակում է զեկույցը չկա։ Իսկ եթե զեկույցը կա, փակ թե բաց ինչ կարևոր է։ Իր հասցեն, դա լիագումար նիստերի դալշն է։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ պետական դավաճանության մեջ մեղադրվող արտգործնախարարության աշխատակից Աշխեն Առաքելյանի գործով նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել դատարան։ Հիշեցնեմ, հունիսի 20-ին ազգային անվտանգության ծառայությունից ստացած հաղորդման հիման վրա քննչական կոմիտեն նախաձեռնել էր քրեական վարույթ արտաքին գործերի նախարարության աշխատակցի կողմից լրտեսության, օտարերկրյա պետության ներկայացուցչին պետական գաղտնիք պարունակող տեղեկությանը ծանոթանալու համար պայմաններ ստեղծելու, թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու եղանակով պետական դավաճանություն կատարելու դեպքի վերաբերյալ։ Մամուլը գրել էր, որ Առաքելյանի հետ Վիեննայում մտերմացել էր ոմն ադրբեջանցի, որին էլ նա պետական գաղտնիք համարվող տվյալներ էր փոխանցել։ Կառավարության հերթական նիստում գործադիրը հավանություն է տվել Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների միջև հայտարարագրերի կնքվող տեխնիկական համագործակցության մասին համաձայնագրին, որով Գերմանիան 15 միլիոն եվրո է հատկացնում մեր երկրին։ Այդ գումարից 6 միլիոնը Հայաստանում մասնավոր տնտեսության զարգացման և նախնական ու միջին մասնագիտական կրթության համար է, ևս 6-ը կենսակայուն էներգետիկա, հանուն Հայաստանի համայնքների կլիմայադիմացկուն զարգացման, 3 միլիոնն էլ համայնքների ինտեգրված զարգացման համար։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է մեխանիզմ, որի օգնությամբ 50,000 դրամ կենսաթոշակ ստացողը կարող է իրականում ունենալ 60,000 եկամուտ։ Այս կարգավորման շահառուների թիվը մեր երկրում հասնում է 350,000-ի։ Ինչ կարգավորումների մասին է խոսքը և ինչ կարծիքի են թոշակառուներն այս հնարավորության մասին, ներկայացնում է Նարինե Ղուկասյանը։ Կառավարությունը հայտարարում է կենսաթոշակների և նպաստների հետ վճարի քեշբեք համակարգի ընդլայնման մասին։ Անկանխիկ գնումների դիմաց տրվող հետ վճարի շեմը 12-ից կբարձրանա մինչև 20%, իսկ առավելագույն գումարը 6,000-ից կդառնա 10,000 դրամ։ Կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը։ Փոփոխությունը, որի քաղաքական որոշումն արդեն կայացված է, ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից։ Ըստ նախարարի, սա թույլ կտա քաղաքացիներին իրենց իսկ ձեռքով բարձրացնել իրենց եկամուտները։ Եթե հաշվարկենք օրինակ 50,000 դրամ կենսաթոշակի վրա, քաղաքացին կարող է 50,000-ը դարձնել 60,000 իր իսկ ձեռքով։ Մեր անցկացրած փոքրիկ Արցախույզի մասնակից թոշակառուներն առանձնապես ոգևորված չեն այս նորությամբ։ Շատերի կարծիքով առաջարկվող աճը խիստ անբավարար է առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճի և կոմունալ վճարների ֆոնին։ Չէ՞ որ կոմունալներ կա։ Եթե ուրիշ ոչինչ, կոմունալներ կա, հետո միշտ չէ որ հնարավոր է այն ինչ որ ցանկանում ես խանութից գնել։ Համաձայն չեմ, ճիշտ չի ասում։ Պետությունը չի բարձրացում։ Իհարկե նույնիսկ եթե մտածում ա որ պետությունն էլ է բարձրացնում, դա ինչ է։ Կոպեկներ։ Մեր զրուցակիցներից մի քանիսն էլ համարում են, որ 10,000 դրամը թոշակառուների համար լուրջ հավելում չէ և դրությունը կարող է շտկել թոշակի կտրուկ բարձրացումը։ Դա փող չէ, 10,000-ը։ 10,000-ը դա ինչ փող է։ Մի հատ շուկան նայեք, մի կիլո միս առնի, մի կիլո պանիր, թոշակը վերջանում է։ Ի պատասխան դիտարկման, թե գյուղական համայնքներում անկանխիկ վճարման հնարավորություններ չկան, Արսեն Թորոսյանը վստահեցրեց, նման համայնքները շատ փոքրաթիվ են։ Սակայն շատ թոշակառուներ շարունակում են նախընտրել կանխիկը, կամ անսովոր լինելու, կամ քարտային համակարգի նկատմամբ ավագ սերնդի անվստահության կամ այլ պատճառներով։ Ես պոչտայից եմ ստանում, ու չեմ համաձայնում, թեկուզ կարտով ստանամ, ինձ պետք չի։ Ես կարտով առուտուրան եմ։ Պոչտալոնը բերում է տանը աղջիկ ջան։ Ես քարտ համակարգին դեմ եմ, այդ համակարգը սխալ համակարգ է, շատ սխալ։ Այնտեղ խակերները լիքը սաղորը գողություն են անում։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանի դիտարկմամբ կառավարությունը խառնում է երկու տարբեր նպատակ ունեցող քաղաքականություն՝ սոցիալական ապահովությունը և ստվերի դեմ պայքարը։ Ինչ պետք է դա այսպես գերագնահատենք եւ ընդհանուր մեր կենսաթոշակային քաղաքականությունը կապենք ստվերի դեմ քաղաքականության հետ, որովհետեւ դրանք առանձին նպատակներ ունեցող քաղաքականություններ են։ Տնտեսագետը նաև մատնանշում է ևս մեկ հանգամանք։ Շատ թոշակառուներ գյուղերում և փոքր քաղաքներում առևտուր անում են պարտքով։ Առևտուրը անում են այսպես պարտքով, տետրի մեջ նշելով, հետո երբ որ թոշակը ստանում են, գնում են գումարը կանխիկացնում են, բերում են եւ վճարում են խանութների։ Ըստ Պարսյանի հիմնական լուծումը ոչ թե խրախուսական մեխանիզմներն են, այլ կենսաթոշակի իրական բարձրացումը։
պետք է բարձրացնենք թոշակառուների թոշակը, նրանց թույլ տալով հաղթահարել աղքատության շեմը, որտեղ մեր թոշակառուների զգալի մասը աղքատ են պաշտոնական թվերով։ Բացի այդ, նաև միաժամանակ կարող ենք այսպիսի խրախուսական մեխանիզմներ դնել, բայց իրենք հրաժարվել են ընդհանրապես սոցիալական, այսպես քաղաքականության, տրամաբանությունից, փիլիսոփայությունից եւ ամեն ինչ փորձում են կապել այսպես ֆինանսական, ստվերային գործիքների հետ, որը կարծում եմ այնքան էլ ճիշտ չի։ Իսկ նախարար Թորոսյանը հիշեցրեց, որ այս նախաձեռնությունը նպատակ ունի նաև խթանել անկանխիկ առևտուրը բնակչության շրջանում, ձևավորելով համապատասխան պահանջարկ։ Ծրագրի վերջնական կարգավորումները կհաստատվեն կառավարության առաջին նիստերից մեկում։ Նարինե Ղուկասյան, Էդգար Գուլոյան, Open Media։ Արցախյան պատերազմի մի խումբ մասնակիցներ հավաքվել են կառավարության դիմաց և վերադարձրել են հանուն հայրենիքի կռվելու համար ստացած շքանշաններն ու մեդալները։ Ակցիայի մասնակիցները լրագրողներին ասել են, որ գործող կառավարությունն իր սխալները չխոստովանելու համար զրոյացրել է իրենց պայքարի պտուղները, ինչով էլ զրկվել է մեդալներն ու շքանշանները։ Զորավար Անդրանիկն Արցախյան վերջին պատերազմների մասնակից Արման Պետրոսյանի առաջին մեդալն է։ Ափսոսանքով է բաժանվում, բայց սկզբունքներին չի կարող դավաճանել։ Այդ հակառակորդի սպային Շակերտավոր ասած միշտ դիրքային հատվածում իրան որ խելոք չէր պահե, ճանապարհեցինք իրանց տուն։ Զորամասի հրամանատարը 1800 հոգանոց զորամասը շարարապարակում հավաքելուց հետո հպարտության խոսքեր ասեց, որոնք ես չեմ մոռանում։ Ու ցավով եմ կոնկրետ այս մեկը տալիս։ Հետո նաև 2016 թվականին ապրիլյան քառօրյա ռազմական գործողություններին է մասնակցել, ինչի համար ևս պարգևատրվել է մեդալով։ Դրանից հետո պարբերաբար ընկերների հետ մարզումներ է կազմակերպել, որ հնարավոր մարտական գործողություններին պատրաստ լինի։ Մարտական խաչ 2-րդ աշճան շքանշանը ստացել եմ Արցախի Հանրապետության նախագահի կողմից Արեգասարի վրա գրոհ իրականացնելու եւ ակտիվ մասնակցություն ունենալու, ինչպես նաեւ հակառակորդին 140 մոտ զոհ ենք պատճառել մեր ջոկատի տղաներով, ինչպես նաեւ զինտեխնիկաներ ենք ոչնչացրել։ 44-օրյա պատերազմին Արմանն ընկերների հետ Արցախ է գնացել։ Ստացած մեդալի հակառակ կողմին եղնիկներում, ապա Քարինտակում հանուն հայրենիքի պայքարն է։ Պատերազմից հետո Արցախում է մնացել, ապա մասնակցել է ջերմուկի մարտական գործողություններին։ Դրա համար ևս պարգևատրվել է մեդալով։ Պատերազմի ստացած վաստակից ինքն ու ընկերները հրաժարվում են սեփական կամքով, որպես բողոք ընդդեմ կառավարության վարած քաղաքականության։ Մենք այս շքանշանները ստացել ենք 44-օրյա պատերազմի ժամանակ մարտական գործողություններին մի մասը հյուսիսային ուղղությամբ եղնիկներում մասնակցելու համար եւ մենք չենք կարող այս շքանշանները այլևս կրել այն պարագայում, երբ ամեն արժեք, ամեն գաղափար, ամեն զոհողություն, որ դրված էր այս շքանշանների հիմքում, զրոյացվել է։ Սկսեցին հրաժարվել պայքարի ձևերից, ամենացավալին այն է, որ սկսեցին հրաժարվել մեր ինքնությունից, ազատությունից եւ պայքարելու իրավունքից։ Դրա պատճառով է, որ այսօր այստեղ ես իմ մարտական ընկերների հետ եկել ենք ի նշան բողոքի ձայն բարձրացնելու։ Դրա միջոցն է մեր մեդալները եւ շքանշանները յետ վերադարձնելը։ Հասկանալի ու ողջունելի է համարում պատերազմի մասնակից 7 տղաների բողոքի այս քայլը ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Անընդհատ փորձում են ներկայացնել, որ մեր ազգային ազատագրական պայքարը, Արցախյան շարժումը, նրան հերոս տղեր կա, ովքեր իրենց կյանքը նվիրել են, զոհաբերվել են հանուն հայրենիքի, արել են հանուն ոչնչի։ Արժեզրկում են մեր ամբողջ անցյալը, մեր հերոսական էջերը ու փորձում են ներկայացնել, թե մենք ընդհանրապես ստամոքսով ապրող կենցաղային ազգային նպատակներ չունեցող ժողովուրդ ենք, արժեզրկելով այդ պայքարը։ Հետևաբար այդ տղերքի հերոսների իրենց կյանքը մեր երկրի համար դրված ազատամարտիկների հետ քայլը շատ հասկանալի է ու ողջունելի։ Իսկ իշխանությունից արձագանքելով պատերազմում վաստակած պարգևներից հրաժարման ակցիային ասում են, մենք պետք է հասկանանք, թե ինչ ինքնություն ենք ուզում ունենալ։ Ուր նայող ինքնություն ենք ցանկանում ունենալ, ինչ կառուցող ինքնություն ենք ցանկանում ունենալ։ Եթե իրենք համարում են, որ 4-րդ հանրապետությունը դեմ, ինչից են իրանք վերցրել, որ 4-րդ հանրապետությունը պիտի դեմ լինի իրենց ինքնությանը։ Օրինակ Ֆրանսիայում այսօր արդեն 5-րդ հանրապետությունն է, Ֆրանսիան 5
հանրապետություն է ունեցել, արդյոք դա նշանակում է, որ իրենք նախորդ 4 հանրապետություններիում եղած ինքնություններից հրաժարվել են կամ դրան հակառակ են գնացել։ Եղոյանն ասում է, թող ծանոթանան բանակցային փաստաթղթերին, տեսնեն, թե ինչ հնարավոր լուծումներ են եղել, կամ իրենք նոր տարբերակ առաջարկեն խնդրի լուծման համար։ Սիմոն Հովանիսյան, Մերի Դանիելյան, Գևորգ Սիանոսյան եւ Վարդան Պողոսյան, Open Media։ Գազա մարդասիրական օգնություն տանող տորմիղի ակտիվիստները ահազանգել են իսրայելական զինվորականների կողմից իրենց նավերի գրավման մասին։ Նավերի մի մասը Իսրայելի ռազմածովային ուժերն ուղարկել են իսրայելական նավահանգիստ։ Թուրքիայի արտգործնախարարությունն Իսրայելի գործողությունները որակել է ահաբեկչական գործողություն եւ միջազգային իրավանքի խախտում։ ՄԱԿ-ին կոչ անելով անհապաղ քայլեր ձեռնարկել Իսրայելին զսպելու համար։ Իսպանիայի կառավարությունը վրդովմունք է արտահայտել Թել Ավիվի գործողությունների առիթով։ Թուրքիայում եւ մի շարք այլ երկրներում Իսրայելին դատապարտող ցույցեր են սկսվել։ Դավիթ Գենջոյանն է պատմում։ Իսրայելի ռազմածովային ուժերը նախորդին կասեցրել են գլոբալ Սումուդ նավատորմի ընթացքը, որի նավերը Գազա են փորձում հասցնել դեղորայք եւ սնունդ, փորձելով խախտել Իսրայելի սահմանած շրջափակումը։ Ավելի քան 40 քաղաքացիական նավերից բաղկացած կամավորների խումբը տեղափոխում էր մոտ 500 մասնագետներ եւ ակտիվիստներ։ Նավատորմի մեջ էր նաեւ շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգը, որը դարձել է Գազայի շրջափակման դեմ պայքարի խորհրդանիշներից մեկը։ Իսրայելի ռազմածովային ուժերը նախապես զգուշացրել էին տորմիղին, որ այն մոտենում է ակտիվ մարտական գոտու եւ խախտում օրինական շրջափակումը, առաջարկելով փոխել ուղղությունը եւ խաղաղ ճանապարհով փոխանցել օգնությունը Գազա։ Սակայն ակտիվիստների փոխանցմամբ նրանք գտնվում էին միջազգային ջրերում եւ Իսրայելի գործողություններն անվանել ագրեսիվ եւ անօրինական։ Մեզ տեղեկացրել են, որ 12 ռազմական նավեր մոտենում են նավատորմին։ Մենք գտնվում ենք 12 ռազմական մղոն հեռավորության վրա եւ նրանք պատրաստվում են հասնել մեր նավերին։ Այս միջամտությունը տեղի է ունենում միջազգային ջրերում։ Դա բացարձակ ապօրինի է եւ խախտում է միջազգային համաձայնագրերն ու օրենքները։ Ներկայում 10-ից 12 նավեր մոտենում են մեր նավատորմին, ներառյալ մեկ նավակ, որ շարժվում է ավելի արագ, քան մյուսները։ Հիմա վերջին րոպեներն են կոչանելու կառավարություններին պահանջել տորմիղի համար անվտանգ անցում, որպեսզի մենք կարողանանք հասնել Գազա, քանի որ այն, ինչ Իսրայելը այժմ անում է, բացարձակապես ապօրինի է։ Սկանդալ կլինի, եթե մեզ առևանգեն միջազգային ջրերում։ Մենք իրավունք ունենք հասնելու Գազա։ Մենք պետք է հասնենք Գազա։ Այսպիսով մենք հույս ենք դնում ձեր աջակցության վրա, եւ եթե մեզ ձերբակալեն, արգելափակեք ամեն ինչ։ Նախքան Իսրայելի գործողությունները Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ աջակցում է ակտիվիստներին եւ նրանց խաղաղ նախաձեռնությանը։ Ավելի վաղ նույնիսկ ռազմանավեր ուղարկել ուղեկցելու մարդասիրական տորմիղին։ Առաջին իսկ րոպեից ես միշտ փոխանցել եմ Իսրայելի կառավարությանը, որ բնականաբար մեր քաղաքացիները, այն հայրենակիցները, որոնք գտնվում են նավատորմում, կունենան լիակատար դիվանագիտական պաշտպանություն եւ այլ կերպ չէր կարող լինել։ Նրանք վտանգ կամ սպառնալիք չեն ներկայացնում Իսրայելի համար եւ հետեւաբար ես հույս ունեմ, որ Իսրայելը նույնպես որևէ սպառնալիք չի ներկայացնի այդ տորմիղի համար։ Միջազգային հանրությունը դատապարտել է Իսրայելի գործողությունները խաղաղ ջրերում։ Աշխարհի տարբեր վայրերում բողոքի ակցիաներ են։ Մարդիկ պահանջում են ազատ արձակել միջազգային ջրերում Իսրայելի կալանավորած ակտիվիստներին։ Իսրայելցի զինվորականները պնդում են, որ տորմիղը տարհանվել է մարտական գոտուց, բայց կազմակերպիչները մեղադրում են կապի խափանման եւ ակտիվիստների կյանքը վտանգելու մեջ։ Ակտիվիստների խոսքով 13 նավակի ընթացք կասեցվել է, բայց 30-ը շարունակում են շարժվել դեպի Գազա։ Իրավապաշտպանների համոզմամբ Իսրայելի կողմից գլոբալ Սումուդ նավատորմի կասեցումը միջազգային ջրերում ոչ միայն խախտում է միջազգային իրավունքը, այլև ընդգծում միջազգային հանրության անզորությունը, կանխելու նման հանդուգն գործողությունները, որոնք անպատիժ են մնում խորացնելով աշխարհում հումանիտար ճգնաժամը։ Դավիթ Գենջոյան, Open Media։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի տնտեսական խորհրդականները զգուշացնում են, որ կառավարության աշխատանքի երկարատև կասեցումը կամ այսպես կոչված շաթդաունը կարող է լուրջ տնտեսական հետևանքներ ունենալ երկրի համար։ Ֆրանսիական բազմաթիվ քաղաքներում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունենում խնայողության եւ միջոցառումների կառավարության առաջարկած բյուջետային նախագծերի դեմ։ Մանչեստրի ոստիկանությունը հայտնել է, որ 2 մարդ է զոհվել Կրամփասոլի սինագոգի մոտ ենթադրյալ ահաբեկչական հարձակման հետևանքով։ Միջազգային լրահոսի ևս մի քանի դրվագ մեկ տեսաշարով։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Դնեպրոպետրովսկի շրջանի Վերբովե բնակավայրը գրավելու մասին։ Հարվածներ են հասցվել Ուկրաինայի ռազմաարդյունաբերական օբյեկտների, ներառյալ անօդաչուների արձակման վայրերին։ Ուկրաինան իր հերթին հայտնել է, որ վերջին 24 ժամում հետ է մղել ռուսական հարձակումները բազմաթիվ ուղղություններով, ոչնչացրել է 44 դրոն եւ հարվածներ հասցրել ռուսական ուժերի կենտրոնացման վայրերին։ Ռուսական հարձակումների հետևանքով Չեռնոբիլի ատոմակայանում հոսանքազրկումներ է տեղի ունեցել։ Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը աշխատում է էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։ Ամերիկայի կառավարությունը նախօրեին դադարեցրել է աշխատանքը, քանի որ Կոնգրեսը եւ Սպիտակ տունը չեն կարողացել համաձայնության գալ ֆինանսավորման հարցում, սկիզբ դնելով երկարատև խնդրի, որը կարող է հանգեցնել տասնյակ հազարավոր դաշնային աշխատողների կորստի։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիթը հայտնել է, որ գերատեսչությունները պատրաստվում են կրճատումների, մինչդեռ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նշել է, որ վերջնական որոշումներ դեռ չունեն կրճատումների կամ հարկադիր արձակուրդի մասին։ Կառավարության շատդաունը կկասեցնի կարևոր տնտեսական զեկույցների հրապարակումը, կդանդաղեցնի օդային հաղորդակցությունը, կդադարեցնի գիտական հետազոտությունները, կհետաձգի զինվորականների աշխատավարձները եւ կհանգեցնի 750,000 դաշնային աշխատակիցների արձակուրդի, օրական 400 միլիոն դոլարի կորստով։ Հազարավոր մարդիկ հավաքվել էին Բելգրադում հակակառավարական երթի Նովի Սադում երկաթուղային կայարանի տանիքի փլուզումից 11 ամիս անց, որի հետևանքով զոհվել էր 16 մարդ։ Ցուցարարները, որոնք մեղադրում են կառավարության աղետի համար, կարճ ժամանակով փակել են գազելակամուրջը եւ պահանջում են արտահերթ ընտրություններ։ Չնայած բողոքի ակցիաները հիմնականում խաղաղ են, ուսանողները, ընդդիմադիր խմբերը եւ հակակոռուպցիոն կազմակերպությունները մեղադրում են նախագահ Ալեքսանդր Վուչիչին կազմակերպված հանցագործության հետ կապերի, քաղաքական հակառակորդների դեմ բռնությունների եւ մամուլի ազատությունների ճնշման մեջ, ինչը նա հերքում է։ Ֆիլիպինների կենտրոնական Սեբու նահանգում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 72-ի, վիրավորների թիվը 200-ի, հայտնել է Ֆիլիպինների քաղաքացիական պաշտպանության գրասենյակը։ Ամենաշատ տուժած Բոգո քաղաքում փրկարարական աշխատանքները շարունակվում են, սակայն բնակիչները բախվում են հումանիտար խնդիրների, հոսանքազրկումների եւ ծանրաբեռնված բուժ հիմնարկների։ Շատ բնակիչներ ստիպված են գիշերել դրսում, վրաններում կամ մեքենաներում։ Դավիթ Գենջոյան, Ռիոփն մեդիա։ Հարստության հերթական ռեկորդն է սահմանել Իլոն Մասկը։ Նրա կարողությունը 24 ժամ առաջ հատել է կես տրիլիոն դոլարի շեմը մեկ օրում աճելով ավելի քան 9 միլիարդով։ Թեև ժամեր անց նա փոքրինչ աղքատացել է, ընդամենը կես միլիարդով։ Եվ այս ամենը շնորհիվ բորսայում արժեթղթերի տատանումների։ Մասկի հաջողությունից մեծ ոգևորություն է ապրել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, թեև նրանց միջև վերջերս սև կատու էր անցել։ Նրանց ոգևորությանը միացել է Մոնիկա Հայրոյանը։ His name is Elon Musk. Նրա անունը Իլոն Մասկ է, նա փրկեց խոսքի ազատությունը։ Նա ստեղծեց այնքան շատ հիանալի տարբեր բաներ, որտեղ է նա։ Արի այստեղ Իլոն։ Նա ստեղծեց սերունդների մեջ առաջին խոշոր ամերիկյան ավտոմոբիլային ընկերությունը, եւ նրա հրթիռային ընկերությունը միակ պատճառն է, որ մենք հիմա կարող ենք ամերիկացի տիեզերագնացներ ուղարկել տիեզերք։ Վերցրու Իլոն։ Աշխարհը ցնցված է։ Իլոն Մասկը դարձավ պատմության մեջ առաջին մարդը, որի կարողությունը ըստ Forbes-ի գերազանցել է 500 միլիարդ դոլարի աներևակայելի շեմը։ Բարև բոլորին, ինչպես տեսնում եք, ես ոչ միայն մագա եմ, ես սև մագա եմ։ Մասկի կարողության հիմնական շարժիչը նրա բաժնեմասն է Տեսլայում, որի արժեքը սերտորեն կապված է էլեկտրական մեքենաների շուկայի աճի եւ ներդրողների սպասումների հետ։ Դրան զուգահեռ SpaceX-ը լինելով մասնավոր ընկերություն, գերիշխում է տիեզերական բեռնափոխադրումների ոլորտում եւ Starlink նախագծի միջոցով վերաձևում է հեռահաղորդակցության շուկան։ Այս երկու հսկաների կողքին է նաեւ XAI-ը, արհեստական բանականության ոլորտում նրա նոր նախաձեռնությունը։ Նպատակը, որ ես ունեմ, եթե ամեն ինչ իրականանա Twitter-ի հետ, այնպիսի ծառայություն ունենալն է, որը հնարավորինս լայնորեն ներառական լինի, որտեղ իդեալականորեն Ամերիկայի մեծ մասը լինի եւ խոսի, եւ պարզապես նպաստի մարդկանց միջև քննարկումներին եւ գաղափարների, բովանդակության եւ ստեղծագործական մտքերի փոխանակմանը։ Forbes-ի իրական ժամանակում միլիարդատերերի հավելվածի տվյալներով կես տրիլիոնի շեմը Մասկը հասել է արևելյան ժամանակով 15-30-ին, երբ Տեսլայի բաժնետոմսերն օրվա առևտրի ավարտին աճել են գրեթե 4%-ով։ Մասկի կարողությունը մեծացնելով 9.3 միլիարդով։ Ինդեքսը ժամերած աննշան փոխվել է 23/10-ի դրությամբ, Մասկի կապիտալի շեմն իջեցնելով կես միլիարդով եւ այն գնահատելով 499.5 միլիարդ դոլար։ Իսկ Մասկի այս պատմական նվաճման մասին լուրը հրապարակող 1917 թվականին հիմնադրված ամսագիրն ավելի քան 1 դար համարվում է գլոբալ բիզնեսի եւ հարուստների աշխարհի անվիճելի տարեգիրը, իր հանրահայտ աշխարհի միլիարդատերերի ցուցակով։ Մոնիկա Հայրոյան, Ռիոփն մեդիա։
Գեղարքունիքի մարզի Սոտ քամայնքի հատվածում մեր կողմն անցած ադրբեջանական բոլոր ոչխարներին հայկական կողմը վերադարձրել է։ Հիշեցնեմ, որ երեկ նույն հատվածում ադրբեջանական ոչխարների մի ամբողջ հոտ էր անցել հայկական կողմ։ Առաջիկա օրերին եղանակը կտրուկ կտաքանա, հիդրոթերապևտաբանության կենտրոնից տեղեկանում ենք, որ վերջին 2 օրերին Սև ծովի ցիկլոնով պայմանավորված հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը զգալի նվազել է։ Մի շարք շրջաններում տեղումներ են, բայց սկսած հոկտեմբերի 3-ից մինչև հոկտեմբերի 6-ը մեր երկիրը կգտնվի տաք հոդային հոսանքների ներքո։ Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-ից 10 աստիճանով։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, մեր հաջորդ թողարկումը ժամը 13-ին է, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Առողջ ու երջանիկ եղեք։